Ուզում եմ խոսել այսօր տեղի ունեցած մի զազրելի միջադեպի մասին, երբ որ Երևանի վարչական շրջաններից մեկում, որտեղ ես եմ բնակվում, որտեղ մայրս է բնակվում, ակցիա են անում ընդդիմադիր, չգիտեմ էլ ինչ ասեմ, մի խոսքով Ռոբերտ Քոչարյանի հերթական ինչ-որ ձեռնասուն իբր պայքարի ներկայացուցիչները ու պատահաբար այնտեղ փողոցում հանդիպում են խանութից վերադարձող մորս 70 անց հաշմանդամություն ունեցող մի կնոջ ու թևից քաշելով փորձում են համոզել, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու ինչ-որ, չգիտեմ, հերթական զառանցանքի տակ ու մայրս փորձում է շատ նորմալ, շատ գրագետ կերպով բացատրել, թե ինչու է իրանց արածը հիմարություն ինչևէ չեն բավարարվում դրանով ընդդիմադիրները ինչ-որ պայից պարզում են, որ իմ մայրն է ու սկսում են 6-7 հոգի երիտասարդ ինչ-որ չգիտեմ ինչերով շրջափակում են, սկսում են ինչ-որ տարօրինակ ձայներ հանել, ենթադրաբար իրենց լավ մի խոսքով ենթադրաբար ամեն դեպքում իրենց շատ նեղ շրջանակում ինչ-որ կիրառելի ձայներ, իրենց ընտանիքներում ենթադրաբար կիրառելի ինչ-որ ձայներ հանել, վիրավորել ինձ վիրավորել, մորս մոտ փորձել հունից հանել նրան, նկարահանել, ինչ-որ սկանդալ ստանալու համար։ Նողկալի այս միջադեպը իհարկե տեղի չէր ունենա, եթե այդ գործող անձանց երիտասարդների մայրերը նրանց տային այնպիսի տված լինեին, այնպիսի դաստիարակություն, որպեսզի օրինակ ինձ տվել է իմ մայրը, որտեվ եթե տված լինեին, ակնհայտորեն այդ մարդիկ կհասկանային, որ 70 անց ու ձեռնափայտով քայլող կնոջ հետ այդպես վարվելու ուղղակի լկտիությունը ինչքան ուզում է քաղաքական տարակարծություն կամ նույնիսկ թշնամանք ունենաց նրա որդու հետ։ Ու պարոնայք ու տիկնայք ընդդիմադիր գործիչներ, ձեր քաղաքական պրոցեսներից ու հատկապես ինձանից ձեր փախած լինելը, որ փորձել եք այդպես տենց բան անել, հետ բերել 70 անց իմ մորը շրջափակելով ու չգիտեմ ինչ-որ վայրենի ձեր ընտանիքներում շատ բան ձեներ հանելով, ես ձեզ վստահեցնում եմ, դուք դրա քաղաքական պատասխանը ստանալու եք։ Եթե միջև ես որոշակի գծեր կային, որոնք որ չէին անցնում, գծեր կային, որոնք որ կարելի էր պահել, ամեն դեպքում մարդկային եւ մնացած բաներից ելնելով ես հիմա ասում եմ, որ ձեր նկատմամբ այդ գծերը այլևս չունեն։ Ոչ մեկիդ նկատմամբ այդ գծերը ես չունեմ։ Սա ձեր ֆինանսավորած քաղաքական ակցիան է, սա ձեր ոչ մի տարիք, սրբություն, ընդհանրապես ոչ մի բան չհարգող ակցիան է, սա ձեր մի խոսքով դուք ինձ ես վստահ եմ, որ հասկացաք, ուզում եմ միայն ասել, որ այդքան ողորմելի լինել ուղղակի որպես այդպեսին չի կարելի, միանշանակորեն չի կարելի։ Իսկ եթե ձեզ թվում է, թե դա ձեզ ինչ-որ քաղաքական բան է բերելու, վստահեցնում եմ, որ չի բերելու։ Մեն բերելու այն, որ բոլորն են իմանալու, թե ինչ աստիճանի ողորմելի եք դուք, որ ինձնից քաղաքականապես փախած մնալով գնում ու իմ 70 անց հաշմանդամություն ունեցող մորն եք փորձում շրջափակել ու ինչ-որ բաներ ասել, տենց ձեր արևին ինքնահաստատվել։ Բոլորդ դրա քաղաքական պատասխանը ստանալու եք ու ստանալու եք այնպես, որ հետո շատ եք փոշմանելու ձեր այս արածի համար, ձեր այս լկտիության համար։ Աստված բոլորիդ մայրերին առողջություն տա։ Այդ 5000-ները ես անգիր գիտեմ։ Իմ ներկայությամբ ա եղել 5000։ Այդ Նիկոլի կյանքն ես պատմում։ Ոչ, Քոչարյանի Սերժի։ Դու հողատո Նիկոլի կյանքն ես պատմում։ Հողատո Նիկոլ, նա հողերը դուզի։ Վագն Ալեքսանյանի մայրը սադրում է չեմ վստահում ակցիայի մասնակիցներին։ Հենց հիմա գտնվում է Զեյթունում եւ սադրում է։ Ախտիցերը քաշ ասեցի։ Ինի չերա խոսում։ Դել են ընդդիմադիր լրագրողներ։ Այ համաշխարհային լրբեր։ Երևանում։ Դուք երբ որ ձեր որդու հայրը կասեկով է, այն ժամանակ կգաք ինձ կասեք լիվ։ Ես հասկացա։ Ո՞վ ես որ ասես սադրում եք։ Ո՞վ ես դու։ Ես իրան կողես իրան։ Ես ասում։ Ինչ գործում ես մեր ապսը։ Նա կամ գնացել եք որ անգամ եկեք։
բողոքներին է։ Սաղ բարնում եք իմ տղի բարերից, որտեղ շփկացում է սաղ Երևանի լրբերի։ Քո տղան ազգի դավաճան է։ Մարդասպան հող։ Քո տղան ազգի դավաճանների հետ կոալիցիա կազմած ղեկավարությունից է։ Ինչ է, դա քո մարդը, քո հետ ինչ արել։ Ով ես քեզ արել դեկացնում։ Երբ որ կիմանաք իմ հայրովա, այդ ժամանակ կխոսեք։ Հայդերի մացիրովա։ Իմ հորդերի մացիրովա։ Թուրքերի շահեր սպասարկողներին ա պաշտպանում։ Այսօր ցերեկ մի անգամ եկավ այս կինը։ Դու Մաջանը դեպի Մաջան չի տալ։ Ես եկա միրգ գնալու։ Ես եկա Հետո դու ես։ Բարել ես նապավորի։ Բաստի։ Չենա իմ ես կինես։ Էժան խուժան տղետ է։ Ո՞ր է խուժան։ Ու տղետ։ Միրոպեն, Աթորի կրիվ կենե չալիկ է սարեկ է։ Այ բողոմելի ալրակետների։ Սիրելի հայրենակիցներ, նոր ականատես եղաք, ինչպես ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը սադրիչ գործողություններ էր անում, ասենք, որ այսօր ավելի վաղ եկել էր այստեղ, եւ էլի փորձում էր վիրավորել մեր ակցիայի կազմակերպիչներին, գնաց տուն, եկավ երեկոյան, որպեսզի իր սադրիչ գործողությունները շարունակի։ Քաղաքացիները ճանապարհեցին տուն։